Ողջույն, եթերում հարցազրույցն է, այսօր զրուցել եմ Գյումրու ընտրությունների Մայր Հայաստան դաշինքի ավականու թեկնածու ցուցակում երկրորդ համար Դերենիկ Մալխասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մալխասյան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Մալխասյան, ձեր քարոզարշավի առաջին օրվա հանդիպումն էի դիտում, որի ժամանակ դուք ավելի շատ, ոչ թե դուք, այլ ընդհանուր թիմը, իր խոսքը նվիրեց իշխանափոխությանը, քան նրան, որ դուք ոնց եք պատկերացնում քաղաքի հետագա կառավարումը, եթե դուք ստանձնեք ավականու մեծամասնությունը, ունենաք ձեր քաղաքապետը։ Եթե այդքան շտապում եք, առաջիկայում լինելու են համապետական ընտրություններ իշխանափոխության համար, այդ ժամանակ կարող էիք սպասել, մասնակցել համապետական ընտրություններին եւ ոչ միայն գյումրեցին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշեր իշխանությունը պիտի գնա տուն, թե պիտի շարունակի կառավարել երկիրը։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Տեսեք, ծրագրային մասը սկզբունքները ես եմ ներկայացրել եւ այնտեղ 50-50 էր, հա, ձեր նշածը իշխանափոխություն, քաղաքական շեշտադրումներ եւ երկրորդը քաղաքային խնդիրներին առնչվող թեմաներ, բավականին մանրամասը ծրագիր ենք ներկայացրել, այս ընթացքում եթե ժամանակ լինի այդ մասին անպայման խոսենք, այո։ Ժողովրդավարական երկրների ընդհանրապես իշխանության հարցը լուծվում է ոչ միայն համապետական մասշտաբում, այլ նաև լուծվում է թիմ մակարդակներում։ Եթե նայենք եվրոպական երկրներին, հա, ասենք նույն Գերմանիան, հողերում ընտրությունները որոշում են, հա, թե համապետական մասշտաբով դաշնային մակարդակով ինչ իշխանություն է ձևավորվելու։ Այսինքն յուրօրինակ պրայմերիզմ է։ Եվ թիմ ընտրությունները չքաղաքականացնելը դա ուղղակի, չգիտեմ, չեմ կարող ասել ինչ որակում կարող եմ տալ, թիմ ընտրությունները քաղաքական են, թեև քաղաքացիական պայմանագիրը ես ասեմ, շատ էր ձգտում դրանք վերածել կոլխոզի ընտրությունների, այսինքն որ խոսեինք լույսեր տեղադրելուց, ասֆալտից, շիբին փռելուց, որը ինտենսիվորեն։ Բայց դուք քաղաքային կառավարում եք ստանձնում։ Այո, քաղաքային կառավարումը նաև քաղաքային կառավարումը։ Եվ հետևաբար պիտի հենց կոնկրետ տեղի քաղաքացիների խնդիրների մասին խոսեք ու դրանց լուծումներն առաջարկեք, ոչ թե գլոբալ իշխանափոխության հարց առաջարկեք։ Մենք խոսում ենք նաև քաղաքային խնդիրներից։ Դրան զուգահեռ մենք դրել ենք ԿՊ-ի իշխանազրկման խնդիրը, դա մեր մինիմումն է։ Իսկ մաքսիմում խնդիրը քաղաքում իշխանություն վերցնելն ու գյումրեցիների առջև ծառացած հսկայական խնդիրներին, որոնք կուտակվել են 30 տարիների ընթացքում, լուծում տալը։ Եթե դուք ուշադիր լինեիք, ապա կտեսնեիք, որ մենք այս ընտրությունների նախերգանքը տվեցինք ազատ քաղաքի, ազատ տնտեսական գոտու ծրագրով, ինչը վերաբերում էր Գյումրուն եւ Շիրակի մարզին եւ հատկապես Գյումրուն։ Դրանք դեռ մանրամասն կանդրադառնանք։ Բա դա է, մենք խնդիրը այդպես ենք դնում քաղաքի հերանեկարային կառավարում, հերանեկարային զարգացում եւ արդյունավետ կառավարում։ Մինչ այդ ազատտնտեսական գոտու մասին խոսակցությունը եւս մեկ հարց հետեւյալի վերաբերյալ։ Այդ ելույթների ընթացքում դուք հիշեցիք արցախցիներին։ Իհարկե։ Խոսեցիք այն մասին, որ գյումրեցիների եւ արցախցիների ճակատագիրը նույնական է։ Եվ եթե դիցուկ մարտի 30-ին դուք չկարողանաք վերցնել քաղաքի կառավարումը, ապա գյումրեցիները կարժանանան այն ճակատագրին, ինչին արժանացան արցախցիները։ Նախ պիտի հասկացնեք մեզ ինչ է դա նշանակում։ Այսինքն ոնց են գյումրեցիները արցախցիների ճակատագրին արժանանալու եւ որն է այդ ճակատագիրը, դա մեկ։ Եվ երկրորդը, ինչու եք օգտագործում այդ անձանց անունները։ Տեսեք, արցախցիները, հազարավոր արցախցիներ իմ տեղեկություններով հանգրվանել են։ Բայց ինչ կապ ունեն նրանք ձեր քարոզարշավի հետ։ Բացատրեմ, էլի, բացատրեմ։ Խնդրեմ։ Իրենք Գյումրիում են ապրում։ Իրենք ապրում են Գյումրիի խնդիրներով։ Իրենք, այդպես ասած, Գյումրու քաղաքացի են, չէ՞։ Այնտեղ հանգրվանել են։ Իրենք հավասարապես մտածում են այդ քաղաքի խնդիրների մասին, հավասարապես ցանկանում են, որ լուծվի այդ խնդիրները։ Այդ թե ինչ կապ ունի Գյումրին Արցախի հետ, ինչու եմ ասել բախտակից հայրենակիցներ ենք մենք, տեսեք հարգելի Աննա, 100 տարի առաջվա բան եմ ասում, այդ նշել եմ այնտեղ, 100 տարի առաջ 18 թվականին մոտավորապես այս շեշտադրումներն էին, այս հայտարարությունները էին, որ թուրքերի հետ մենք խաղաղ ենք ապրելու, հեսա թուրքը կգա, թուրքերը համոզելով նախ վերցրեցին Կարսը, այնտեղից քայլելով հայերին քշելով եկան, ասեցին վերջ, Արպաչայի ափին կանգնելու ենք, Ախուրյանի ափին, այլ առաջ չեն գալու, խաղաղություն եք ընկվելու, մենք ապահովելու ենք բարեկեցություն, խաղաղություն, եղբայրություն եւ այլն։ Գիտեք ինչ եղավ։ Թուրքերը 6 ամիս օկուպացրեցին Ալեքսանդրապոլի գավառը, շուրջ 20,000 հայ կոտորեցին։ 6 ամիս օկուպացիայի տակ էր, Թալան, Բռնագաղթ, պահանջում էին Ալեքսանդրապոլի գավառը ամբողջությամբ։ 20 թվականին նույն սերանով նույն բանը կրկնվեց։
Հիմա սահմանազատման հետ կապված դες բաներ չի հիշեցնում, որ իրենք ասում են այս սահմանի վրա կանգնելու ենք, էլ առաջ չեն գալու։ Տեսանք, չէ՞, Տավուշում եկան առաջ, թե չեկան։ Տեսանք Սյունիքում ինչ են անում, Արցախի հետ կապված տեսանք։ Այսինքն գյումրեցին ունի ինստիտուցիոնալ հիշողություն, թե ինչ է նշանակում թուրքերի խոստումներին հավատալը, թուրքերի հետ խաղաղության հավատալը։ Հարգելի Աննա, այս կարգավիճակում, Հայաստանի այս կարգավիճակում, գրեթե ծնկած կարգավիճակում, թուրքերը երբևիցե իրենք չեն թաքցրել, որ իրենց նպատակը էքսպանսիան է եւ այդ էքսպանսիան չի լինելու։ Ադրբեջանցիներին ավելի շատ նկատի ունեք։ Չէ, նաեւ թուրքերին, ինչու։ Հիմա դուք ուզում եք գյումրեցիներին վախ ներշնչելով թուրքերի նկատմամբ փորձել նրանցից քվե վերցնել։ Կներեք, ես պատմությունն եմ ներկայացնում, եթե այդ պատմության մեջ ես այսօրվա մասին եմ խոսում։ Դե եմ ասում, հարցը տվել եք, ես բացատրում եմ։ Ձեր քարոզարշավի մեջ։ Բացատրում եմ, որովհետեւ գյումրեցին ունի ինստիտուցիոնալ հիշողություն։ Դուք գիտեք Գյումրիի քանի տոկոսն է բռնագաղթված հայերի սենունդներ։ Կարսի մարզից, Բայազետից, Մուշից մոտավորապես 50-60%։ Բայց հարցականի տակ եմ դնում պատմությունը։ Չէ, ես ասում եմ վախեցնում եք, ես ասում եմ չէ, եթե պատմությունը վախենալու է, ապա պետք է սովորեցնենք, որ չվախենանք, դասեր քաղենք, այդքան բան։ Ծրագրային ելույթներին անդրադառնանք։ Դուք ասում եք, եթե ընտրվեք, Գյումրին կվերածեք ազատ տնտեսական գոտու արտոնյալ հարկային պայմաններով 500 միլիոն դոլարի ներդրում կբերեք, 15000 նոր աշխատատեղ կստեղծեք։ Ասացեք, խնդրեմ, որտեղից եք նախ հայթայթելու այդ միջոցները, արդյոք գիտեք դրանց աղբյուրները եւ կոնկրետ ինչ քայլեր եք անելու այդ ներդրումները ներգրավվելու համար։ Ի վերջից գամ, հա, ինչ քայլերը նշված է ազատ տնտեսական գոտու այդ ծրագրի մեջ։ Հարկային ռեժիմի թեթևացում, այսինքն հարկերի 50%-ի կրճատում, մենք լավ ենք հասկանում, հա, փողը գնում է այնտեղ, որտեղ հնարավոր է աշխատացնել այդ փողը եւ եկամուտ ստանալ։ Հարկերի կրճատման մասին եք խոսում։ Հարկային քաղաքականության ընդհանրապես բոլոր հարկերի մասին է գրեթե այնտեղ խոսքը գնում, այսինքն եթե այդտեղ շահուտա հարկն է, հա, հարուձևի հարկեր կան, հա, այդ հարկերի կրճատումը բերելու է ներդրումների հոսքից, թե որտեղից է գալիս։ Մենք Մայր Հայաստանի թիմով Անրանիկ Թևանյանի գլխավորությամբ տնտեսագետներ, պրոֆեսորներ են մասնակցել այդ ծրագրի կազմանը, այս ծրագիրը մշակելուց, գաղափարական մասը մշակելուց զատ, նաև հանդիպումներ են ունեցել տարբեր բիզնեսմենների հետ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, հատկապես Ռուսաստանում, եւ այնտեղից ստացել ենք հավաստիացումներ, եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, իրենք պատրաստ են ներդրումներ անել, այդ 500 միլիոն դոլարի մասին որ խոսում եք, այդ 500 միլիոնը մեկ տարվա չի գալու, այդ 500 միլիոնը գալու է ընթացիկ այդ տարիների ընթացքում, որովհետև 500 միլիոն հսկայական թիվ է։ Եվ հավաստիացնում էին, որ այդ ծրագրի կյանքի կոչելու դեպքում իսկ Գյումրին, ես ասեմ, այդ նմանատիպ գործունեության համար ուղղակի դրախտ է։ Լոգիստիկ առումով այնտեղ կա երկաթգիծ, որ առաջինն էր Հայաստանում 1899 թվականին առաջին գնացքը մտավ Ալեքսանդրապոլ եւ այդ ժամանակվանից սկսած Ալեքսանդրապոլը Լենինականը դարձավ երկաթգծային հաբ, այդպես կարելի է ասել։ Օդանավակայան ունենք եւ գտնվում ենք հյուսիս-հարավ մայրուղու հենց այդ խաչման կետում։ Սահմանակից ենք Թուրքիային, սահմանակից ենք Վրաստանին։ Այսինքն դրանից լավ պայմաններ էլ որ ռեգիոնը կարող է առաջարկել, գրեթե մայրաքաղաքին, գրեթե չէ, մայրաքաղաքի հետ մրցակցող ռեգիոն է, բայց աշխատող է արված։ Մենք ինչ ենք ասում հեռանկարային նման զարգացման ծրագիր, որովհետև Գյումրին շանս չունի գոյատևելու, եթե չունենա հեռանկարային զարգացման ծրագիր։ Շատերը խոսում են туриզմից, այսինքն туриզմը դարձնենք դոմինանտ, նույն ԿՊ-ն է այդ մասին խոսում, հա, դոմինանտ, այստեղ չգիտեմ, տուրիստներին կանչենք եւ տուրիստական քաղաք դարձնենք։ Ռիո դե Ժանեյրոն չէ, հա, հասկանում ենք, որ 12 ամիս այնտեղ սեզոն լինի, որ օվկիանոսի ափին լողանան։ Այնտեղ туриզմը կարելի է հա օգտագործել մի 5-10%-ի չափով, ինչքան որ հնարավոր է, ինչ որ բան ապահովել, բայց հեռանկարային զարգացման առումով Գյումրին պետք է ունենա աշխատատեղեր, այդ 15000 աշխատատեղերը դրա մասին է։ Լենինականի պատմությունը իմացողները կհավաստեն, որ Լենինականը Կովկասի արդյունաբերական քաղաքներից մեկն էր, ամենակարևոր։ Այնտեղ կային արդյունաբերական հսկաներ, որտեղ քաղաքի չափ բնակչություն էր աշխատում։ Մենք չենք ասում այդ արդյունաբերական պոտենցիալը կարող ենք վերականգնել, հնարավոր ցավոք սրտի հնարավոր չէ։ Այսինքն երբ ասում եք նոր աշխատատեղեր կստեղծեք 15000-ից ավելի կամ հենց 15000, դուք նկատի չունեք այդ երբեմնի արդյունաբերական ձեռնարկությունների տեսեք, հարցը։ մենք մսի կոմբինատը, լենինականցիները գիտեմ մեր հարազատ քաղաքի բնակիչները, մսի կոմբինատը վերականգնել չեն կարող։ Այնտեղ հազարավոր մարդիկ էին աշխատում, նույնիսկ միսը այստեղ չէր հերիքում, Թուրքիայից էին ներմուծում սովետի ժամանակ։ Մենք ասում ենք
այդ նման կոմբինատ չեն կարող վերականգնել, բայց կարող ենք ստեղծել, ասենք, նպաստել, որպեսզի մարդիկ ներդրում անեն մսամթերքի վերամշակման գործարաններ ունենալու հետ կապված։ Շիրակի մարզը նոր գործարաններ։ Իհարկե, բա, չկա։ Զարմանալի է, չէ՞, Շիրակի մարզը անասնապահական ռեգիոն է, գյուղատնտեսական ռեգիոն է, մսի վերամշակման գործարան չկա, նույնիսկ սպանդանոց չկա։ Օրենք են ընդունում, չգիտեն ինչ օրենք է, սպանդանոց չկա, անասնապահական ռեգիոնում։ Այսինքն ամոթ չէ, գյուղատնտեսական մթերքի վերամշակման գործարաններ չկա, ինչը քաղաքացուն կապահովի աշխատատեղով, իսկ գյուղացուն հարակից գյուղերին, հա, Շիրակի մարզի Գյումրու, կապահովի այդ բերքը իրացնելու հնարավորությամբ։ Այդ մասին ենք մենք խոսում։ Հիմա դուք հստակ գիտեք, թե որ ոլորտներում եք աշխատատեղեր ստեղծելու, բացի այն, որի մասին մեկ օրինակով դուք խոսեցիք։ Ունեք հստակ ծրագրային։ Իհարկե, ոսկու վերամշակման հետ կապված մենք ծրագրում, եթե նայեք, կտեսնեք, ոսկին վերամշակելու հետ կապված, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլի վերամշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նաև ես նշեցի լոգիստիկ հնարավորությունները Գյումրու, նաև նշեմ, այնտեղ ավելի կարևոր խնդիր կա, որակյալ աշխատուժը։ Ես իզուր տեղը արդյունաբերական այդ պոտենցիալի մասին չխոսեցի, այնտեղ մարդիկ են, որոնք աշխատել են այդ գործարաններում, այդ հիշողությունը, մասնագիտական հմտությունները դեռևս պահպանում են։ Ինչքան ուշացնենք, այդքան խնդրի առաջ են կանգնելու։ Ես գիտեմ, որ туриզմի ոլորտի զարգացման հետ կապված շատ բիզնեսմեններ խնդրի առաջ են կանգնել սպասարկման ոլորտի աշխատողներ ունենալու առումով։ Այսինքն ամեն ինչը խնդիր է, կադրային քաղաքականությունը մի անտեսեք։ Լավ, պարոն Մալխասյան, արտագաղթի կանխարգելման մասին խոսենք, աշխատանքի եւ սոցիալական պայմանների պատճառով գիտեք, որ գյումրեցիները շատ են դուրս գալիս իրենց քաղաքից, արտագաղթելով եւ այլ տեղերում փնտրելով ավելի բարվոք կյանք, ավելի լավ հնարավորություններ։ Ինչ միջոցառումներ եք դուք ձեռնարկելու, հստակ խնդրում եմ քայլերով նկարագրեք, որ մարդիկ չհեռանան։ Այդ թվում նաեւ երիտասարդները։ Տեսեք, նոր հենց այդ մասին էինք խոսում մենք։ Գյումրու հեռանկարային զարգացում Լենինականը մինչև 88 թվականը 220-250 հազարանոց քաղաք էր։ Հսկական, արդյունաբերական, մարդիկ կհիշեն, հա, ուրախ մշակութային այդ միջոցառումներով, հանրային կյանքով, հիմա ինքը աստիճանաբար պակասում դարձել է 150,000 են նշում, կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց ռեալ թիվը բացարձակ այլ է, 110 քանի հազար ընտրող է այնտեղ։ Այս տեմպերով մենք կորցնելու ենք Գյումրին որպես երկրորդ քաղաք, այս տեմպերով մի քանի տարի հետո Գյումրին դառնալու է 50-60 հազարանոց քաղաք։ Դրա համար մենք առաջարկում ենք գյումրեցիներին, որ իրենք հավատալով հեռանկարային զարգացմանը մեր ներկայացրած, որը ստեղծելու է իրենց համար աշխատատեղեր, երիտասարդին ինչ է պետք, ինստիտուտը ավարտի, գա այդտեղ աշխատի, չէ՞։ Այսինքն գիտական միջավայրը կապենք այդ արդյունաբերական միջավայրի հետ, ինչպես անում են եվրոպական զարգացած երկրներում եւ ոչ միայն եվրոպական զարգացած երկրներում, որ ուսանողը ավարտելուց հետո չմտածի խոպան գնա Երևան գա, թե 15,000 աշխատատեղ ստեղծելով դուք կարող եք կանգնեցնել, որ երիտասարդները դուրս գան Գյումրիից եւ գնան ավելի լավ կյանք փնտրելու հետևից։ Էֆեկտը հաշվի չեք առնում։ Այդ 15,000 աշխատատեղը ինքը բազմապատկվում է։ Լինսի հիմնադրամի ժամանակ, երբ $200 միլիոն շինարարություններ իրականացվում, հո շինարարները մենակ չէին օգտվում, բազմաթիվ խանութներ, չգիտեմ, սպասարկման ոլորտներ, իրենց հերթին, ես հիշում եմ տարիներին արտագաղթ չկար Գյումրուց, որովհետև աշխատելու հնարավորություններ ստեղծվեց, բայց սահմանափակ էր, մի քանի տարի տևեց վերացավ։ Այսինքն, եթե մենք սոցիալական խնդիրները չլուծենք, եւս մեկ օրինակ բերեմ այդ առումով, ինչու չարտագաղթեն եւ մնան Գյումրիում եւ չմտածեն, որ դժբախտություն ենք ունեցել այստեղ ծնվելու, շուտ մեծանանք, գնանք Ռուսաստան խոպան, կամ չգիտեմ, հիմա Եվրոպա երևի։ Տեսեք, Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Այնտեղ վերջի տվյալներով 43% թե 50%-ից ավել աղքատություն է։ Ամենաքիչ աղքատությունը գիտեք որ մարզում է։ Սյունիքում 7%։ Տարբերությունը զգում եք։ Ինչու է այդպես, որովհետև Սյունիքում կա հանքային արդյունաբերություն։ Մարդիկ աշխատում են, չեն արտագաղթում եւ ամենաքիչ աղքատ մարզն է։ Հիմա ո՞նց է աղքատությունը կրճատելու, արդյունաբերական պոտենցիալը 50%-ը որքան եք նվազեցնելու։ Ինչ 50%-ը։ Ինչքան ասացիք Շիրակի մարզում որքան մեր ծրագրով 50% Գյումրիի հատվածով ինչքան կկարողանաք աղքատության մակարդակը կրճատել։ Դուք ունեք հաշվարկներ։ Տեսեք, աղքատության մակարդակը մենք կախարդական փայտիկ չունենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի, մենք չունենք, բայց օգուտ չտվեց, հա, այդ խնդիրը կարգավորելուն։ Ոչ մի բան չի արվել, աղքատությունը աճում է։ Աղքատությունը կրճատվում է աստիճանաբար։ Առաջիկա 10 տարում
Մենք նպատակ ենք դրել 50%-անոց աղքատությունը գոնե իջեցնել մինչև 15-20%-ի մակարդակի։ Տնական ավանների լուծման մասին խոսենք 88-ի երկրաշարժից հետո ձևավորված այդ Գյումրու տնական ավանների խնդիրը մինչև օրս է շարունակում մնալ քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներից կարևորագույն եւ մեծ խնդիրներից մեկը։ Ինչ լուծում եք դուք տեսնում այդ տնակներում ապրող մարդկանց հարցերի լուծման տեսանկյունից։ Սոցիալական բնակարանաշինություն, այլ խնդիր չկա։ Տեսեք, Գյումրու 14 միլիոն դոլարանոց բյուջե, նույնիսկ 30 միլիոնանոց դոլար կազմող բյուջե ոչինչ հնարավոր չի անել, հարգելի Աննա։ Այն որ ասում են, էս կանենք, այն կանենք եւ այլն, աշխատավարձ, չգիտեմ ինչ, ասֆալտապատում հնարավոր չէ այդ գումարով։ Ոչ դոմիկների հարցը կլուծվի, ոչ ֆունդամենտալ ասֆալտի հարցը կլուծվի, ոչ լուսավորության ոչ մի հարց, ոչ էլ այգիների հարցը կլուծվի։ Ես չգիտեմ, խնդիրները շատ երկար են այդ առումով։ Եթե մենք չգեներացնենք հավելյալ միջոցներ նշած ծրագրով, այսինքն եթե ազատ տնտեսական գոտի ինքը գեներացնում է 500 միլիոն դոլարի մասին եք խոսում։ Ազատ տնտեսական գոտու կարող է 500 միլիոն դառնա 1 միլիարդ։ Կարող է լինի 400 միլիոն։ Այդքան հավակնոտ է ձեր ծրագիրը։ Իհարկե։ Եթե մենք հերանեկարային զարգացում չառաջարկենք Գյումրեցին, ինչ ենք առաջարկելու շիբին փռել, չգիտեմ, լույս կախել։ Եթե այդ շիբինը որ հիմա ԿՓ-ն փռում է, ասենք 3 օրից չկա էլ, կամ գրեյդերով որ հարթեցնում են, դա ինչ որ ընտրակաշարքի եմ ես նմանեցնում։ Ինչու են անում դա։ Իսկ հստակ ժամանակացույց ունենալու եք երբեք վերացնելու գոնե վերջին տնակը։ Թե ոչ։ Սոցիալական բնակարանաշինության շրջանակներում մենք նախատեսում ենք բնակիչներին, այո, որովհետև այնտեղ հաշվարկել եք որքան բնակիչ կա, որ տնական պայմաններում է ապրում, այդ ձեր ասած բնակարանաշինությունը։ Հիմա հստակ թվեր ասեմ, 2000 որքան բնակարան պիտի, այսինքն բոլոր հաշվարկները դուք առնվազն պիտի ունենաք առաջիկա տարիների համար։ Մեր գործը հաշվարկ առնելն ու խնդիրներին լուծում առաջարկելն է եւ լուծելն է իմիջիայլոց։ 2700-2800 տնակ կա։ Այս պահին, բայց այնտեղ բնակվում է 2400 ընտանիք այդ տնակներում։ Պլյուս դրան պետք է հաշվի առնենք, որ կան նաև գործարանային եւ ոչ գործարանային հանրակացարաններ, վթարային շենքեր, որտեղ եւս ապրում են մարդիկ ու տնակներից ավելի վատ վիճակում են։ Իսկ այդ տնակներում բնակվողների կարծեմ 700-ը թե 800-ը իրենք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, իսկ մնացածը արդեն տարբեր հանգամանքների պատճառով հայտնվել են տնակներում։ Մենք այդ տարբերակումը կարծում եմ, որ չպետք է տանք, հա։ Հիմա ստացվել է, մարդ հայտնվել է այդտեղ։ Հիմա պետությունը երես է թեքել սոցիալական ապահովության տեսանկյունից, սոցիալական ծառայությունների տեսանկյունից։ Եթե դուք կաք տեսնեք, թե այդ մարդիկ ինչ պայմաններում են ապրում, դուք ես կարծում եմ, որ մի ամիս չեք քնի այդ կարգի անտանելի պայմաններում։ Դուք ձեր եթե վերցնեք քաղաքի կառավարումը վերացնելու եք այդ տնական ավանները, թե ոչ։ Մենք վերացնելու ենք աղքատությունը, իսկ դա ծայրահեղ աղքատությունն է։ Այդ մարդկանց հնարավորություն ենք տալու աշխատելու։ Եթե մարդը աշխատում է, չի հայտնվում այդ կարգավիճակում։ Ու հիմա շատերը կատակում են աղքատավարձ, նույնիսկ քաղաքապետարանի աշխատողների մոտ է, այդ սինդրոմը 70-80 հազար դրամ աշխատավարձով, ասենք քաղաքապետարանում հնարավոր է աշխատել։ Չէ, իհարկե, չէ։ Հիմա այդ մարդկանց մենք ասում ենք ապահովելու ենք սոցիալական բնակարաններով, այսինքն համայնքը իր միջոցներով գեներացված, այո, կամ նաև ներգրավելու ենք նվիրատուների եւ այլն, որոնք շատ են, փառկասու, հրավիրելու ենք, որպեսզի սոցիալական բնակարանաշինություն իրականացվի, այդ մարդկանց տեղավորենք, մարդկային պայմաններ ապահովենք ու առաջարկենք աշխատատեղեր։ Լավ, մեր ժամանակը ավարտվում է, պարոն Մալխասյան, վերջին հարցը լինել կարճ, խնդրում եմ, հետընտրական փուլում որևէ մեկի հետ կոալիցիայի հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Մենք մեր սկզբունքներում հստակ հայտարարել ենք այդ մասին։ Մենք չենք համագործակցելու որևէ ԿՊ-ի հետ հասկանալի է որևէ պարագայում եւ ԿՊ-ի սատելիտ ուժերի հետ, դա այդպեսին դիտարկում ենք օրինակ Եվրոդաշինքին, ով կոալիցիայի մեջ է, այստեղ Երևանի ավականիում։ Մնացած ուժերի հետ, ով իրական ընդդիմադիրներ են, մենք համագործակցություն դիտարկում ենք հետեւյալ սկզբունքով, եթե մենք չենք վերցնում ամբողջ իշխանությունը 50+1-ը, ապա դիտարկում ենք հետեւյալ սցենարը, մենք մեր քվեները ավականու կտանք այն քաղաքական ուժին, ով հավաքել է ամենաբարձր թվով ձայնը։ Որևէ պաշտոնի չենք հավակնում, պաշտոնի կռիվ չենք անում, աթոռակռիվ չենք անելու։ Հավաքել ես, հնարավորություն ունես դառնալու քաղաքապետ։ Խնդրեմ, մեր քվեն կարող ենք տանք,
բայց ավականիով մենք վերահսկելու ենք եւ հետեւելու ենք, որ քաղաքի կառավարումը նաեւ համապատասխանի մեր առաջադրած խնդիրներին ու լուծումներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի Գյումրու ավականու ընտրությունների Մայր Հայաստան դաշինքի տեխնացու ցուցակի երկրորդ համար Դերենիկ Մալխասյանի հետ։ Կհանդիպենք։